Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ Ռուսաստանը Արցախը հանձնեց Թուրքիային եւ սա Հայաստանի Հանրապետության ոչնչացման սկիզբն է։ Երեք հայտնի դարձավ, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսի 9-ի կապակցությամբ նամակ է հղել Ռուսաստանի նախագահին եւ հույս հայտնել, որ նրա հետ համագործակցությամբ արցախահայերը հնարավորություն կունենան վերադառնալ իրենց պատմական հայրենիք։ Ձեր նշածը, որ Ռուսաստանը Արցախը հանձնեց Թուրքիային եւ թուրքերին, սա ոչ թե հորինված թեզ է, այլ գետնի վրա իրադարձություն, որը մենք տեսել ենք ու ինձ հետաքրքիր է։ Դուք ինչ վերլուծություն ունեք, ինչպես կարող է անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած մարդը այս իրողություն, այս փաստը չտեսնել եւ բնական է, որ նրա նման շատերը կգտնվեն, որոնք դեռևս չեն տեսնում այն, ինչ մենք տեսանք բոլորս։ Այդ մարդը անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել է Ռուսաստանի կողմից եւ առաջ էր տանում ռուսական շահը, հայկական շահի հակոտնյա։ Հիշեցնեմ, որ նույն այդ մարդը ժամանակին հայտարարում էր, որ այն անձինք, ովքեր համարում են Արցախը Հայաստան, թող չհատեն Հայաստան-Արցախ սահմանը։ Այսինքն մարդը, որ գծում էր Հայաստան-Արցախ սահման, տարանջատում, բաժանում էր իրականացնում եւ ասում էր, թող այդ մարդիկ այս սահմանը չհատեն, չմտնեն Արցախ։ Սա նաեւ հենց ռուսական քաղաքականությունն էր առհասարակ Արցախի հարցի ի սկզբանե, այսինքն ի սկզբանե Արցախի հարցը բարձրացվեց որպես միավորման խնդիր։ Սակայն Հայաստանը երբ որ անջատվում էր ուրեմն սովետական միությունից, նաև Հայաստանի ղեկավարությունը այդ ժամանակ հանդիսանում էին ռուսական 5-րդ շարասյուն եւ նրանք ի տարբերություն մեր երկու հարևանների, Ադրբեջանի եւ Վրաստանի, Հայաստանը հայտարարեցին սովետական Հայաստանի իրավահաջորդ եւ ըստ էության միացման ուրեմն գաղափարախոսությունը կտրեցին։ Ինչից հետո դա այդ ամեն ինչը կատարվեց նույն ռուսական կայսրության հրամանով, ինչից հետո նույն ռուսական կայսրության հրամանով առաջ քաշվեց Արցախի անկախություն մոտեցումը, որը չունի որևիցե այլ ելք, քան Արցախի կորուստ։ Այսինքն հենց ի սկզբանե ռուսները թույլ չտվեցին, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, հենց այն նպատակով, որ վերջի վերջո Արցախը մենք կորցնենք, ինչի եւ մենք եկանք։ Վիտալի Բալասանյանները եւ Հայաստանի բոլոր իշխանությունները, այդ թվում նաեւ Արցախի մարզի ներկայացուցիչները, բոլորը այս տարիների ընթացքում եւ մինչ օրս հանդիսանում են ռուսական 5-րդ շարասյուն ներկայացուցիչներ եւ առաջ են տանում Ռուսաստանի շահը իդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահի։ Սրան նախորդել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները Հայաստանի երկրորդ նախագահ ըստ էությանը, ասում է հայերը, հայկական իշխանությունները հրահրեցին 44-օրյա պատերազմը։ Եթե դիտարկում ենք նրան 5-րդ շարասյան ներկայացուցիչ, հետեւաբար այդ համատեքստում պետք է չզարմանանք նրա այս հայտարարությունից, հարց է առաջանում, մեկ այլ հարց է առաջանում, ինչու են ակտիվացել այս փուլում։ Նայեք, նախ ես նշեցի, որ Հայաստանի բոլոր 4 իշխանությունները եւ մինչ օրս հանդիսանում են Նիկոլ Փաշինյանին կանդրադառնանք առանձին, այո, ցավոք սրտի որոշ մարդիկ տարանջատում են Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա քաղաքականությունը նույն 5-րդ շարասյան քաղաքականությունը արդեն ոչ միայն ռուսական, այլ նաև թուրքական։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը եւ իր մյուս գոլեգաները նույնպես միշտ առաջ են տարել ռուսական շահը եւ զարմանալի չէ, որ այս մարդը ժամանակին հայտարարում էր, որ կարմիր գիծ է Արցախը Հայաստանին միավորելու հարցը։ Նա հայտարարում էր, որ չպետք է հարց բարձրացվի, որ Արցախը միավորվի Հայաստանին։ Սա նույնպես նույն ռուսական քաղաքականությունն է, որը բխում է նույն Մոսկովյան պայմանագրի շրջանակներում ձևավորված ճարտարապետությունից։ Մենք պիտի հասկանանք, որ Արցախի ազատագրմամբ մենք խախտեցինք ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետությունը, որը սահմանվել էր Մոսկովայի պայմանագրով։ Եվ այս պայմանագիրը երկու կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան, պահպանում են որպես սուրբ կով, իսկ մենք խախտեցինք դա։ Եվ գետնի վրա Ռուսաստանը, քանի որ ռուսական կայսրությունը այդ ժամանակահատվածում փլուզվում էր, գետնի վրա նա չկարողացավ կանխել Արցախի մասնակի ազատագրումը, եւ կա նաեւ հայտնի տեսագրությունը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է Արցախի մարզի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ըստ էության պահանջում է դադարեցնել զորքերի առաջխաղացումը սպառնալով Ելցինով։ Ասում է, որ Ելցինը կդառնա ձեր թշնամին։
Այսինքն այստեղից նույնպես պարզ է դառնում, որ Հայաստանի 5-րդ շարասյուն իշխանությունների միջոցով Ռուսաստանը թույլ չտվեց, որ մենք կարողանանք ամբողջական Արցախի ազատագրումը իրականացնենք, դրանով պլանավորում ունենալով հետագայում վերականգնել Մոսկվայի պայմանագրով սահմանված ճարտարապետությունը եւ հանձնել ուրեմն Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ եւ իր բոլոր 5-րդ շարասյան ներկայացուցիչները, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ծառայել են այս նպատակին եւ շարունակում են ծառայել։ Այս փուլում ակտիվանալ է ինչով պայմանավորել կամ բացատրել պարոն Սաֆարյան, որովհետեւ տեսնում ենք շղթայաբար այսպես գնում է։ Կարծում եմ ակտիվացման հիմքերից մեկը դա Ուկրաինայի հարցն է։ Մենք տեսնում ենք, որ ռուսական կայսրությունը բավականին լպիրշացել է Թրամփի իշխանության գալով եւ մենք նաեւ սրա մասին խոսեցինք անցած մեր հանդիպմանը, որտեղ ես ասացի, որ ամենայն հավանականությամբ խաղաղություն չի ստացվի եւ այդ չստացվելու առաջին ուրեմն մեղավորը լինելու է ոչ Ուկրաինան, ոչ Եվրոպան։ Դրա առաջին մեղավորը լինելու է Ռուսաստանը։ Եվ կարծես թե մենք դա տեսնում ենք, այսօր Ռուսաստանը մերժում է խաղաղության օրակարգերը, համատարած ռմբակոծում է Ուկրաինան, այդ թվում նաև խաղաղ բնակչությանը, տալով շատ ցավալի կորուստներ, այդ թվում նաև երեխաների շրջանում, եւ կարծում եմ, որ ռուսական կայսրությունը որոշակիորեն ակտիվանում է, եթե մենք տեսանք, որ նա Արցախը հանձնեց Թուրքիայի տիրապետության տակ, որպիսի թուրքերը լինեն լոյալ Ուկրաինայի հարցում եւ նա պլանավորում էր 4 օրում մտնել Կիև, որը չստացվեց։ Ինչից հետո այսօր Կովկասում նրա քաղաքականությունը որոշակիորեն թուլացավ, որովհետև նրա ուրեմն հայացքը ուղղվեց դեպի Ուկրաինա, այնտեղ ինքը շատ ծանր վիճակում էր, այսօր իր ծանր վիճակը պահպանվում է, սակայն Թրամփի գալով ԱՄՆ-ի որոշակի նահանջից հետո Ռուսաստանը կարծես թե ավելի համոզված է իր հաղթանակի մեջ եւ այս իրողությունը նաև ազդում է այսօր Կովկասում նրա գործողությունների վրա, ինչը ազդում է նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացին։ Բայց վերջնանպատակը որը պետք է լինի, այսինքն այդ ազդեցության, ռուսական ազդեցության վերջնանպատակը իշխանափոխություն, եթե Նիկոլ Փաշինյանն էլ է համարվում Շարասյան ներկայացուցիչ եւ նույն շղթայի ոչ թե իշխանափոխություն, այլ հերահար ծրագրեր Հայաստանը կլանելու, ինչի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, որ եթե ուկրաինական պատերազմը Ռուսաստանը կարողացավ փուլ տալ, նա վերադառնալու է այսօր Կովկաս, այսինքն սովետական կայսրությունը վերականգնելու նպատակով վերադառնալու է իր հայացքը ուղղելու է այսօր Կովկասին, այսօր Կովկասը օկուպացնելու նպատակով։ Այսինքն գործընթացները ոչ թե միտված են իշխանության դեմ, այլ գործընթացները գնում են եւ նաեւ ռուսական պետական պաշտոնյաները հայտարարում են այն մասին, որ ռուսական քարոզչությունը Հայաստանի տարածքում պետք է ակտիվացնել։ Հանրության հետ աշխատեն։ Այո, հիշեցնեմ, որ նաև Լավրովի կողմից ուրեմն հռչակված պահանջների Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու պահանջներից մեկը ռուսական ամբողջական ներկայությունը ապահովելն է Ուկրաինայում, այսինքն ռուսաց լեզվի, ռուսական հեռուստաընկերությունների, ռուսական խոսքի, մշակույթի եւ այլն։ Ինչի է սա արվում, ինչի է սա դրվում այդ հիմնական պահանջների մեջ, որովհետև սա այն գործիքներն են, որոնք կայսրությունները կիրառում են պետությունը կլանելու նպատակով։ Հիշենք, որ ժամանակին ռուսական կայսրությունը արգելել էր Հայաստանում բոլոր դպրոցները, փակում էր եկեղեցիները, թույլ չէր տալիս հայերենի տարածումը, որպիսի լուծի հայ ժողովրդին ռուսական կայսրության մեջ, ինչը չստացվեց, հետագայում սովետական դարաշրջանում արդեն ռուսական կայսրությունը նույն բանը փորձեց անել, նորից չստացվեց եւ բարեբախտաբար մենք կարողացանք լայնամասշտաբ պահպանել մեր լեզուն։ Սակայն անգամ այդ պարագայում սովետական միությունը ստեղծում էր մի միջավայր, որ եթե մարդը ունի ռուսական կրթություն, նրան միշտ առաջ էին տանում են տնօրենի պաշտոնի կամ պետական պաշտոնի, սա գործիք էր շահագրգռելու ծնողներին, որպեսզի երեխային ուղարկեն ռուսական դպրոց։ Այսինքն նաև այս միջոցով կայսրությունը փորձում էր իր իշխանությունը պահպանել հայ ժողովրդի նկատմամբ։ Ինչը տեղի է ունենում այսօր նաև Ուկրաինայում։ Այսինքն շատ կարևոր է կայսրության համար իր այսպես անընդհատ ներկայությունը այն տարածքներում եւ ժողովուրդների մեջ, որին ինքը պատրաստվում է կլանել։ Հիմա ԱՄՆ-ից հայտարարություն կա, որ
դուրս կգան բանակցություններից, եթե Պուտինը գործարքի չգնա։ Դուրս գալը ինչ է նշանակում, պարոն Սեֆարյան։ Իրենք պիտի ասեն ինչ է նշանակում դուրս գալը։ Դուք ինչ եք ենթադրում։ Ես ենթադրում եմ, որ Թրամփը կուզենա ունենալ լոյալ դիրք, այսինքն դուրս գալ, որոշակիորեն ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային, սակայն ոչ այնպիսին, որը կջախջախի ռուսական զորքերին։ Սակայն կարծում եմ, որ սա Թրամփի պատկերացումն է կամ Թրամփի ցանկությունն է։ Մենք նաև նախորդ անգամ խոսեցինք, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ի ներսում նաև Թրամփի թմակիցները իր առաջ հարցեր են բարձրացնելու, որ եթե դու վարում ես այսպես պրոռուսական կամ լոյալ Ռուսաստանի նկատմամբ լոյալ քաղաքականություն, ինչը արդյունք չի տալիս, եւ Ռուսաստանը խնդրեմ ակնհայտորեն չի գնում խաղաղության, ընդհակառակը նորանոր ինչ որ պահանջներ է ներկայացնում, սրա հետ մեկտեղ դրա պատճառով մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խնդիրներ ենք ունենում, ապա ինչ նպատակ ունի այս քաղաքականությունը։ Այսինքն ինչի է բերելու այս քաղաքականությունը եւ արդյոք այս քաղաքականությունը բխում է ԱՄՆ-ի շահերից։ Ես կարծում եմ, որ Թրամփի նկատմամբ այդ ճնշումները կլինեն ներսից, իր թմակիցների կողմից, ոչ միայն ընդդիմության, ինչի արդյունքում մենք կտեսնենք Թրամփը կփորձի ներքին եթե դա լինի իհարկե, ներքին դիմադրություն կազմակերպել, թե կսկսի նաև լայնածավալ կամ մեծ ծավալի զինում ուկրաինական բանակի, այդ պայմաններում ուրեմն Ռուսաստանը նորից կհայտնվի այն չափազանց ծանր վիճակում, որտեղ հայտնվել է։ Նաև սրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ Եվրոպայի կողմից աջակցությունը Ուկրաինային բավականին մեծ է, ինչպես նաև Եվրոմիությունը արդեն որոշումներ ունի իր պաշտպանական համակարգերը ստեղծելու եւ դրա համար տրամադրում է շատ խոշոր գումարներ, սա բերում է մի իրավիճակի, որ ԱՄՆ-ի դուրս գալ որպես ռազմական աջակից դուրս գալը մեծ ազդեցություն չի ունենում ռազմաճակատի վրա։ Եվ այստեղ հարց է առաջանում, արդյոք ԱՄՆ-ն այդ պարագայում դուրս չի գալիս համաշխարհային քաղաքականության կարևորագույն օղակներից որպես պետություն, եւ այս հարցը բարձրացնելու են Թրամփի առաջ։ Այո, Թրամփը իր քաղաքականությամբ մոտավորապես ակնարկում է, որ ինքը դա էլ ուզում է։ Նա չի ուզում, որ ԱՄՆ-ն լինի համաշխարհային այդ հեգեմոն տերությունը, ուզում է ԱՄՆ-ն ապրի իր տարածքներում, սակայն ԱՄՆ-ն համակարգ է, որը չի բաղկացած միայն նախագահից կամ միայն Թրամփից։ Եվ այս հարցերը անպայման ԱՄՆ-ում քննարկվելու են, ինչ արդյունք կլինի, ես հիմա ասել չեմ կարող, սակայն կարծում եմ, որ համակարգը վաղ թե ուշ գալու է իր ռելսերի վրա եւ վերադառնալու է այն մոտեցումներին, որը եղել է մինչ Թրամփը։ Նաեւ այսօր մենք արդեն գիտենք, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև կնքվեց այդ օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիրը, որտեղ առանձնակիորեն նաեւ ուկրաինացիները շեշտում են, որ հանքերը մնում են ուկրաինական տիրապետության տակ եւ Ուկրաինայի սեփականություն, ինչը Թրամփը չէր ուզում եւ վերջո Թրամփը ստիպված եղավ նահանջել։ Սակայն հիշեցնեմ, որ այս գործարքի սկիզբը եղել է այն մոտեցումը, որ Թրամփը ասել է, որ մեր տրված զենքի դիմաց մեզ պետք է վճարեն։ Եվ Ուկրաինան ունի այդ վճարելու միջոցը, այդ վճարելու միջոցը հանքերն են։ Այստեղից կարելի է ենթադրել, որ եթե նա այնտեղից հանքանյութ է հանում, ուրեմն դրա փոխարեն նաև զենք պիտի տա։ Բայց սրանք ենթադրություններ են եւ պետք է սպասենք ինչ կլինի իրական։